որը չի ընդդիմադիր։ Պարոն Մանուկյանը այս ընդդիմադիր լրագրողներին տալիս մարդիկ տեսել են։ Ախր ակնհայտ է, որ այս մարդիկ տեսել են, այն ինչ իրանք ուզեցել են տեսնել։ Այս մարդկանց տեսածը ու լուսաբանածը ակնհայտ է, թե ինչ պետքա լինի։ Բայց դրա համար է, որ երբ որ 2010-2017 թվականներին տարեկան միջին սպանությունների թիվը միջինում տարեկան եղել է 52, վերջին 5 տարում այդ թիվը միջինում 50 է, բայց այս մարդկանց լուսաբանածը նենց է, որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է։ Բա ակնհայտ է, որ տենց պետքա լինի, ժողովուրդ ջան։ Որովհետև ակնհայտ է, որ օլիգարխիկ կոնկրետ մի հատ կլան, կոնկրետ սպասարկող, կոնկրետ քաղաքական կենտրոնի զրկվել է Հայաստանում իշխանությունից, ու այդ ամբողջ իր կուտակածը եւ ամեն ինչը պաշտպանելու համար այսքան լրատվական կա ընդդիմադիր։ Հիմա այս լրատվականները որտեղից են ֆինանսավորում։ Որտեղից են ֆինանսավորում, որպեսզի ցույց տան։ Չէ, ուրեմն դուրս եկեք միացտեղից, եթե ձեզ թվում է, թե դուք կարաք այստեղ հանձնաժողովի նիստի մասնակցեք, այ քեզ բան։ Հա կարանք ձեզ լիքը բան ասենք։ Թե ձեզ մենակ Աղվան Վարդայանը կարա հրապարակի շենքում բան ասի։ Պարոն Մանուկյան, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, հաջորդ անգամ։ Հերիկը քեզ եղավ էլ մյուս անգամ ձերդ չբարձրացնես տեղ։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողների, ում որ ծառայում են նայել կներեք արտահայտությանս համար պաստուպի տալու։ Գողականը, պարոն Մանուկյան, ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են, պարոն Մանուկյան։ Այն որ ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձից 5 տարի է սարքել եք, մեկը հենց դուք, պարոն Մանուկյան, թիրախավորման թեմա։ Պարեկները 300,000 են ստանում, բայց կներեք էլի։ Եկեք աշխատենք գուցե, այս վեճը դռնից ենք հո, մենք անդադ կարանք անենք, լրագրողները տեսեք ինչքան շատ են բոլորը, սենսացիային մանգալ եկանք, բարով եկեք ել, հիմա սենսացիաները վերացավ, շարունակում ենք աշխատանքը, տիկին նախարար, ձեր բացահայտման համար բավականին մեծ դաշտ բացվեց, դուք պետք է ուսումնասիրեք 300-ի տվյալները կտան մեր գործընկերները, եւ եթե դա չի համապատասխանում, հայտարարությամբ հանդես կգաք, պարոն Ալեքսանյան, կրքերը մի հատ Հա, կրքերը թեթևացրած, հարգելի գործընկերներ։ Հիմա առանց կրքեր